Պետական անվտանգության ծառայությունը մեկ անձի է ձերբակալել լրտեսության մեղադրանքով տեղեկատվությունը հրապարակվել է այսօր գործակալությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Ըստ հաղորդագրությունների տվյալ անձը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել օտարերկրյա հատուկ ծառայություններին։ Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական միության 8-րդ գագաթնաժողովին մասնակցում է նաև վրացական պատվիրակությունը։ Պատվիրակությունը գլխավորում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Երևանում վրացական կողմը կրկին ընդգծում է Վրաստանի հատուկ տարանցիկ դերը միջի-միջանցքի նախագծում։ Կլոր սեղանի ձևաչափով Վրաստանի վարչապետը խոսել է երկրի տարանցիկ ներուժը առավելագույնի հասցնելու համար նախատեսված նախագծերի մասին։ Գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև Իրակլի Կոբախիձե և Վոլոդիմիր Զելենսկի հանդիպում։ Առաջնորդները առաջին անգամ դեմ առ դեմ են զրուցել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից ի վեր։ Երկխոսություն է տեղի ունեցել նաև երկու երկրների առաջին դիվանագետների միջև։ Զելենսկին ուկրաինական լրատվամիջոցներին պատմել է հանդիպման մասին։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, Ուկրաինան հայտարարել է Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի հետ հարաբերությունների ապաշրջափակման մասին մի քանի ուղղություններով։ Վրաստանի վարչապետը նաև զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ, անձնական հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ, ինչպես նաև կապ է հաստատվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն 53 կողմ և 14 դեմ ձայնով քվեարկել է Վրաստանի վերաբերյալ զեկույցին, որը ներկայացրել է զեկուցող Ռաիսա Յուգնևիչեսկին։ Սա Վրաստանի որպես Եվրամիության թեկնածու երկրի վերաբերյալ երկրորդ զեկույցն է, որը պատրաստվել է հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի 2025 թվականի Վրաստանի վերաբերյալ զեկույցը։ Հաջորդ փուլում զեկույցը կուղարկվի Եվրոպական խորհրդարան քվեարկության դնելու համար։ Զեկույցում Եվրախորհրդարանի падգամավորները նշում են, որ թեկնածու երկրի Վրաստանի հետ Եվրամիության հետագա համագործակցությունը պետք է խստորեն կապված լինի նրանից, թե արդյոք կառավարությունը շեղվում է հակաժողովրդավարական, հակաեվրոպական ուղուց, թե ոչ։ Եվրամիության և Հայաստանի առաջին երկկողմ գագաթնաժողովը տեղի ունենում Երևանում, որին մասնակցում են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները։ Հանդիպմանը հաջորդել է Եվրոպական քաղաքական միության 8-րդ գագաթնաժողովին, որին մասնակցել են ավելի քան 40 եվրոպացի առաջնորդներ։ Բացի այդ, Երևանյան գագաթնաժողովում կողմերը ստորագրել են գործընկերության ընդլայնման մասին համաձայնագիր։ Հայաստան-Եվրամիության առաջին գագաթնաժողովում ելույթ ունենալով Եվրոպական հանձնաժողովի նախագահը խոսել է Հարավային Կովկասի դերի մասին էներգետիկ անվտանգության առումով և նշել, որ Հայաստանը ապահովում է Կասպից ծով և Կենտրոնական Ասիա տանող ամենակարճ ճանապարհը։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են անում Լիբանանի հարավային երկու քաղաքների բնակիչներին անհապաղ տարհանվել։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ։ Բացի այդ, ըստ CNN-ի, Իսրայելը և Ամերիկան պատրաստվում են Իրանի վրա հրադադարի բանակցություններում ճնշում գործադրելու հնարավոր կարճատև արշավի։ Ըստ հաղորդագրությունների, կարճատև ռազմական արշավը կկենտրոնանա էներգետիկ ենթակառուցվածքների և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների թիրախային սպանությունների վրա։ Դոնալդ Թրամփը ասում է, որ Իրանի հետ պատերազմը կարող է տևել ևս 2 կամ 3 շաբաթ, մինչդեռ նա ասել է, որ ԱՄՆ-ն արդեն հաղթել է պատերազմը։ ԱՄՆ-ի նախագահը այս մասին ասել է ABC News-ին տված հարցազրույցում։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ Իրանը ունի ընդհանուր առմամբ 159 նավ, իսկ հիմա ոչ մեկը չունի։ Դրանցից յուրաքանչյուրը ներկայումս գտնվում է ծովի հատակում։ Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի Պոլտավայի մարզի ռմբակոծությունը հանգեցրել է քաղաքացիական զոհերի։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ Պոլտավայի մարզը ենթարկվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 31-ը։ Ըստ հաղորդագրությունների, Պոլտավայի 2 բնակավայրեր անմիջականորեն հարվածվել են և բեկորները նույնպես ընկել են։ Հարձակման հետևանքով վնասվել է արդյունաբերական
օբյեկտ, որի հետևանքով 3480 սպառող մնացել է առանց գազի։ Վնասվել է նաև երկաթուղային ենթակառուցվածքը։ Բացի այդ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, անհայտ անօդաչու թռչող սարքերը գիշերը արձակում են գործել Ռուսաստանի Լենինգրադի մարզի վրա, որի հետևանքով Կիրիշիի նավթա վերամշակման գործարանը հրդեհվել է։ Վրաստանի առողջապահության նախարարը մեկնաբանել է Դյուշենի մկանային դիստրոֆիայի բուժման համար դեղամիջոցների ուսումնասիրության գործընթացը։ Միխայել Սարջվելաձեի խոսքով հարցը լուրջ է եւ պետք է քննարկվի, այդ թվում մասնագետների ներգրավմամբ։ Միխայել Սարջվելաձեն ընդգծել է, որ ոչ մի գումար չի խնայվի, եթե դեղամիջոցի անվտանգությունը կասկածի տակ չդրվի։ Նա նաև նշել է, որ պահանջվող դեղամիջոցների օգտագործման հետ կապված կան որոշակի ռիսկեր, իսկ այդ պատճառով էլ անհրաժեշտ է կայացնել ողջամիտ որոշում։ Սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման չափը մեծանում է, ինչպես պարզաբանում է առողջապահության նախարարությունը, փոփոխության նպատակն է ապահովել, որ բնակչության այս կատեգորիայի էլեկտրաէներգիայի վճարը մնա անփոփոխ սակագնի բարձրացումից հետո։ Այն վերաբերում է ողջ երկրի մասշտաբով բնակվող շահառուներին, ինչ վերաբերում է բազմազավակ ընտանիքներին, նրանք երկրի մասշտաբով էլեկտրաէներգիայի վճարի համար կստանան 30 լարի 20 լարիի փոխարեն։ Պարագրաֆ հյուրանոցում տեղի ունեցել Վրաստանի երկաթուղու արդիականացման նախագծի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել է Վրաստանի վարչապետը, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ միասին։ Նախագիծը նախատեսում է ենթակառուցվածքների եւ շարժակազմի զգալի արդիականացում, որը ծառայում է երկրի տրանսպորտային եւ լոգիստիկ ներուժի ամրապնդմանը։ Նախատեսվում է արդիականացնել վագոնների պարկը եւ բացի այդ կան նորամուծությունների ուղևորափոխադրումների առումով։ Շրջակա միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Այցի շրջանակներում Դավիթ Սոնգուլաշվիլին մասնակցել է Կասպյան Ագրո 2026 միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի եւ 31-րդ սննդի արդյունաբերության ցուցահանդեսի բացման արարողությանը։ Բացման արարողությունից հետո Դավիթ Սոնգուլաշվիլին գյուղատնտեսական ցուցահանդեսի վրացական տաղավարում հյուրընկալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Դիղոմի օլիմպիական համալիրում ավարտվել է Վրաստանի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունը։ Տարվա գլխավոր մարզական մրցաշարում կանանց եւ տղամարդկանց միջև անցկացվել է որակավորման մրցումներ, իսկ վերջին օրը չեմպիոնատները։ Մրցումներին մասնակցել են Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած մարզիկներ։ Միջոցառման նպատակն է բացահայտել տաղանդավոր մարզիկներին, աջակցել նրանց եւ պատրաստել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին մասնակցելու համար։